Թրամփը ստորագրել է ֆինանսավորման մասին օրենքը, ազդարարելով ԱՄՆ պատմության ընթացքում ամենաերկար մասնակի շատդաունի ավարտը։ Ներքին անվտանգության նախարարության DHS-ի աշխատակիցները 75 օր մնացել էին առանց աշխատավարձի։ Կառույցն այժմ կստանա անհրաժեշտ միջոցներ մինչև սեպտեմբեր։ Օրենքը վերջապես հաղթահարել է կոնգրեսի դիմադրությունը։ Դեմոկրատները պահանջում են փոփոխություններ ներգաղթի օրենքում։ Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ Թրամփը ունի նաև դրա լուծումը։ Մենք այլևս հերթեր չենք ունենա TSA-ում, վստահեցրել է նա։ Նախագահի վարչակազմը պատրաստվում է բյուջետային այլ լուծումներով ֆինանսավորել այս կառույցները։ Դա հնարավորություն կտա շրջանցել դեմոկրատների պահանջները։ Բյուջետային որոշումը արդեն հաստատվել է Սենատի կողմից, դա կապահովի սահմանային անվտանգության աշխատանքը առաջիկա տարիներին։ Այս քայլով իշխանությունները հույս ունեն վերջնականապես լուծել ճգնաժամը։ Գերատեսչության աշխատանքը կվերադառնա իր բնականոն հունին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Պատերազմ թե փոքր արշավ, Իրանի հետ բախումների 60 օրն ավարտվել է, ինչ կորոշի Վաշինգտոնը։ Թոշակային հեղափոխություն, Թրամփը խոստանում է համալրել ցածր եկամուտներ ունեցողների հաշիվները։ Կալիֆոռնիայի նոր սպառնալիքը, կարմրուկը վերադառնում է, շնչելը դառնում է վտանգավոր, Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում օդը թունավոր է։ Թողարկման երկրորդ հատվածում սպասեք հերթական նահանգի նոր բացահայտումներին։ Բարև ձեզ, ես Լայնա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ավարտել է քառօրյա պետական այցը ԱՄՆ։ Թրամփը նրան անվանել է ամենամեծ թագավորը։ Այս գնահատականը ցույց է տալիս, որ թագավորը կարողացել է վաստակել Թրամփի հարգանքը։ Չարլզը այցի ընթացքում խուսափել է սկանդալներից, նա իրեն դրսևորել է որպես հմուտ դիվանագետ։ Թագավորը կոնգրեսում հանդես է եկել պատմական ելույթով, նա շեշտել է դաշինքների եւ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը։ Չարլզը նաեւ հիշատակել է կլիմայական փոփոխությունների սպառնալիքը։ Ըստ փորձագետների, այս հարցում թագավորը գերազանցել է Մեծ Բրիտանիայի գործող վարչապետին։ ԱՄՆ Մեծ Բրիտանիա հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված էին։ Թրամփը շարունակում է դժգոհել Սթարմերի ներգաղթի եւ էներգետիկայի քաղաքականությունից, սակայն թագավորի այցը նշանավորել է կայունություն։ Թագավորը հանդես է եկել որպես միջազգային համագործակցության խորհրդանիշ։ ԱՄՆ-ն այսօր պատերազմի մեջ չէ, նման սենսացիոն հայտարարություն է արել ներկայացուցիչների պալատի խոսնակը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմական գործողությունները Իրանում մոտենում են 60-օրյա սահմանագծին։ Ըստ 1973 թվականի օրենքի սա վերջնաժամկետ է։ Պատերազմը սկսելուց հետո 60 օր անց նախագահը պետք է դուրս բերի ուժերը կամ ստանա օրենսդիրների թույլտվությունը պատերազմը շարունակելու համար։ Դրանից խուսափելու համար են Թրամփի թիմակիցները այս փուլում ակտիվ քարոզում, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ։ Պաշտպանության նախարար Հեքսեթը եւս հույս ունի շրջանցել կոնգրեսի վերահսկողությունը։ Նա կարծում է, որ զինադադարը կասեցնում է այդ ժամկետը։ Ինքը Թրամփը իրավիճակին բավականին անհասկանալի գնահատականներ է տալիս։ Իրանի դեմ գործողությունները նա երբեմն անվանում է պատերազմ, երբեմն փոքր արշավ։ Իրանը օգտագործում է հրադադարը իր վնասված ստորգետնյա զինապահեստներից հրթիռները դուրս բերելու համար։ Շատ դեպքերում ստիպված են փորել ու հողի տակից հանել փլված պահեստներում մնացած հրթիռները։ Թեհրանը շտապում է վերականգնել իր ռազմական հնարավորությունները։ Տարբեր աղբյուրների կողմից տարածվող այս տեղեկությունը հաստատել է նաև ամերիկյան հետախուզությունը։ Պատրաստվում է նաև ամերիկյան կողմը։ Թրամփը հանդիպում է պլանավորում իր անվտանգության թիմի հետ։ Պետք է քննարկվեն Իրանի դեմ նոր հարվածների հնարավոր տարբերակները։ ԱՄՆ-ն նպատակ է դրել բացել Հորմուզի նեղուցը եւ զրկել Իրանին միջուկային ծրագիր սկսելու հնարավորությունից։ Ամերիկյան քաղաքական գործիչները հայտարարել են, թե Իրանի ռազմական հնարավորությունները թուլացել են, սակայն ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Իրանը իրականում պահպանել է նախկին ռազմական ներուժի մեծ մասը։ Խաղաղության շուրջ բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Խաղաղ կարգավորման հնարավորությունները նվազելուն զուգահեռ կողմերը ուժեր են կուտակում առաջիկա ռազմական բախումների ընդառաջ։
Նավթի համաշխարհային գինը շարունակում է անկայուն մնալ, այն նախ հասել է $126, ապա նվազել է մինչև $114։ Հորմուզի շրջափակումը խոչընդոտում է Իրանի նավթի վաճառքին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչները հայտնել են, որ 42 նավ արդեն հետ է ուղարկվել։ Մոտ 69 միլիոն բարել նավթ մնացել է պահեստներում, Իրանը չի կարողանում վաճառել այդ պաշարները։ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է եւ կարող է տևել շատ ավելի երկար։ Թրամփի խոսքով դա կշարունակվի մինչև Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը։ Միաժամանակ Թրամփը վստահեցնում է, թե Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։ Հակառակ դրան, Իրանի ռազմական ղեկավարները հանդես են եկել կոշտ հայտարարություններով։ Նրանք սպառնում են պատասխան հարվածներով։ Խամենեին եւս դրսևորել է անզիջում դիրքորոշում։ Նա հայտարարել է, որ պաշտպանելու է երկրի միջուկային հնարավորությունները։ Թեհրանը բացառում է միակողմանի զիջումները։ Ամերիկացի քաղաքական գործիչները վախեցած են։ Սպիտակ տան թղթակիցների ինտրիգի ժամանակ հնչած գրակոծները ցույց տվեցին, որ իրենց անվտանգությունը շատ թույլ է։ Կոնգրեսի ղեկավարներն ունեն 24-ժամյա պաշտպանություն, սովորական падգամավորները սակայն մնացել են առանց հսկողության։ Օրենսդիրները պահանջում են փոխել անվտանգության կանոնները։ Թրամփի դեմ վերջին մահափորձի պահին ղեկավարներին տարհանել են, սակայն շարքային падգամավորները մնացել են փակված սրահում։ Իրավիճակը եղել է խուճապային ու անկազմակերպ։ Որոշ օրենսդիրներ ներկայումս ստիպված են ոտքով գնալ աշխատանքի առանց անվտանգության երաշխիքների։ Սա այն դեպքում, երբ միայն 2025-ին Կապիտոլիումի ոստիկանությունը սպառնալիքների աննախադեպ թիվ է գրանցել գրեթե 15,000 դեպք։ Կոնգրեսը փորձում է բարելավել անվտանգության միջոցառումները։ Падգամավորները ստանում են գումար անձնական պահպանության համար, սենատորներն ունեն հատուկ ֆինանսավորման հաշիվներ, սակայն շատերը կարծում են, որ դա բավարար չէ։ Թրամփը ստորագրել է նոր հրամանագիր թոշակային հաշիվների հասանելիությունը ընդլայնելու նպատակով կգործարկվի պետական կայք, որը թույլ կտա կենսաթոշակային հաշիվներ ունենալ նաև նրանց, ում գործատուները նման հնարավորություն չեն տալիս։ Հաջորդ տարի կառավարությունը կսկսի համալրել ցածր եկամուտ ունեցողների խնայողությունները։ Տարեկան $35,000-ից պակաս եկամուտ ունեցողները կստանան մինչև $1,000։ Ծրագիրը նախատեսված է շուրջ 50 միլիոն մարդու համար։ Նախագահը չի բացառում, որ ապագայում աջակցության այս ծրագրում կներառվեն նաև միջին եկամուտ ունեցողները։ 7 տարվա դադարից հետո ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի միջև ուղիղ թռիչքները վերականգնվել են։ Մադուրոյի ձերբակալությունից հետո վերականգնվել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները։ Կարակասում վերաբացվել է ԱՄՆ դեսպանատունը։ Առաջին չվերթը կատարել է American Airlines-ի դուստր ընկերությունը։ Օդանավը Մայամիից ժամանել է Վենեսուելայի մայրաքաղաք։ Ինքնաթիռում եղել է ԱՄՆ էներգետիկայի խորհրդի տնօրենը։ Նա հանդիպել է վենեսուելացի պաշտոնյաների հետ։ Օրակարգում ամերիկյան ընկերությունների մուտքն է վենեսուելական շուկա։ ԱՄՆ-Վենեսուելա օդային ուղիղ կապը խզվել էր 2019 թվականին։ Մարդիկ ստիպված էին օգտվել միջանկյալ երթուղիներից։ Օդային ուղիղ կապը վերականգնելու ծրագրում Մայամին պատահաբար չի առաջինը ներառվել։ Այստեղ ապրում է ԱՄՆ ամենամեծ վենեսուելական համայնքը։ AI չաթբոթերը կարող են կործանարար լինել երեխաների համար։ ԱՄՆ օրենսդիրները ձեռնամուխ են եղել դրանց արգելմանը։ Սենատի հանձնաժողովում միաձայն հավանություն են տվել նոր օրինագծին։ Այն կոչվում է օգտատերերի տարիքի ստուգման եւ պատասխանատու երկխոսության ակտ։ Ըստ նախագծի, ընկերությունները պետք է ստուգեն օգտատերերի տարիքը։ Նրանց արգելվում է անչափահասներին AI չաթբոթեր տրամադրել։ Ներկայացուցիչների պալատում եւս ներկայացվել է համանման օրինագիծ։ Օրենսդիրները պնդում են, որ տեխնոլոգիաները վտանգում են երեխաների մտավոր առողջությունը։ Շատ ծնողներ դժգոհում են չաթբոթերի վնասակար ազդեցությունից։ Տեխնոլոգիական ընկերությունները սակայն պնդում են, որ իրենց արտադրանքն անվտանգ է։ Ներկայումս ChatGPT, Google Gemini եւ այլ հարթակներ թույլատրում են 13 տարեկաններին օգտվել ծառայություններից։ Օրինագիծը պահանջում է բացահայտ նշել, որ բոտերը մարդ չեն։ Գաղտնիության պաշտպանները քննադատում են տարիքի ստուգման պահանջը, նրանք դա համարում են անձնական կյանքին միջամտություն։ Տեխնոլոգիական հսկաները պնդում են, որ սա սահմանափակում է ազատ արտահայտվելու իրավունքը։ Սենատում եւ Կոնգրեսում քննարկումները կշարունակվեն։
Camp Mystic ճամբարը, որտեղ անցյալ հուլիսին 27 մարդ է զոհվել, այս տարի չի գործի։ Ճամբարի ղեկավարությունը հետ է կանչել վերաբացման իր հայտը։ Ջրհեղեղը խլել էր 26 երեխայի եւ 1 խորհրդատուի կյանքը։ Որոշումը կայացվել է զոհված երեխաների ծնողների հետ լսումներից անմիջապես հետո։ Գվադալուպե գետը հեղեղման ժամանակ բարձրացել էր 37 ֆուտով։ Ջուրը բարձրացել էր ընդամենը 1 ժամում եւ հեղեղել ճամբարը։ Մեկ ճամբարական դեռևս համարվում է անհետ կորած։ Ճամբարի սեփականատերերին քննադատում են արտակարգ տարհանման թերի պլանների համար։ Կալիֆորնիայի օրինջ շրջանում գրանցվել է կարմրուկի նոր դեպք նորածնի մոտ, սա շրջանում արդեն 3-րդ դեպքն է։ Իշխանությունները բոլորին հորդորում են պատվաստվել, կարմրուկը չափազանց վարակիչ հիվանդություն է, այն հեշտությամբ տարածվում է օդակաթիլային ճանապարհով, պատվաստումը մնում է պաշտպանության լավագույն միջոցը։ Հիվանդության ախտանիշներն են տենդը, հազը եւ կարմիր աչքերը։ Մարմնի վրա հայտնվում է ցան։ Այն սկզբում երևում է գլխի հատվածում։ Առողջապահության պատասխանատուները խորհուրդ են տալիս պատվաստվել ճամփորդությունից 2 շաբաթ առաջ։ 1 տարեկանից փոքր երեխաները պետք է ստանան 1 դեղաչափ։ ԱՄՆ-ում 2026 թվականին արդեն 1792 դեպք կա, իսկ 2025 թվականին գրանցվել էր 2267 դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 30 տարում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Ամերիկյան թոքաբանական ասոցիացիայի նոր զեկույցը սարսափելի փաստեր է բացահայտել։ Կալիֆորնիայի 2 շրջաններ ունեն ԱՄՆ-ում օզոնային աղտոտվածության ամենավատ ցուցանիշը։ Սան Բեռնարդինոն եւ Ռիվերսայդը չեն համապատասխանում անվտանգության ոչ մի չափանիշի։ Լոս Անջելեսը գրավել է 3-րդ տեղը ցանկում, շուրջ 4.6 միլիոն մարդ ամեն օր շնչում է վտանգավոր սմոգ։ Օզոնը քայքայիչ գազ է, որը վնասում է թոքերը, նշում են մասնագետները, այս աղտոտման 80%-ը գալիս է տրանսպորտային ոլորտից։ Պատճառը լոգիստիկ կենտրոններ եկող հազարավոր թրաքներն են։ Շոգ եւ արևոտ օրերը նպաստում են գազի գոյացմանը։ Ծանրակշիռ ազդեցություն ունեն նաեւ երաշտն ու անտառային հրդեհները։ Այժմ օդն աղտոտում են նաեւ նոր տվյալների կենտրոնները։ Դրանց աշխատանքը պահանջում է հսկայական ռեսուրսներ։ Փասադենայում հայտնաբերվել է կատաղությամբ վարակված չղջիկ, այն գտնվել է South Grand պողոտայի եւ Del Rosa փողոցի մոտ։ Սա այս տարածքում այս տարվա առաջին նման դեպքն է։ Մարդկանց շրջանում վարակման դեպքեր դեռևս չեն գրանցվել։ Առողջապահության վարչությունը հորդորում է խուսափել չղջիկների հետ շփումից։ Վիրավոր կամ սատկած կենդանիներ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես հայտնել Փասադենայի հումանիտար ծառայությանը։ Մասնագետները հիշեցնում են, որ կատաղությունը կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդություն է, այն փոխանցվում է կծելու կամ թքի միջոցով։ Բժշկական ստուգման համար անհրաժեշտ է դիմել կենդանու հետ շփումից անմիջապես հետո։ Ինչու արժե գնալ Այովա։ Սա ԱՄՆ հերթական նահանգն է, որի մասին ամենահետաքրքիր փաստերն է հավաքել Մանու Հարությունյանը։ Պարզվում է, սա հրաշալի վայր է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ արկածների սիրահարների համար։ Թողարկման 2-րդ հատվածում լսեք Մանուին ու առաջիկա ճամփորդության համար ընտրեք այս հրաշալի նահանգի ամենագրավիչ վայրերը։ Բարև ձեզ։ Միսիսիպի եւ Միսսուրի գետերով սահմանափակված Այովան միջին արևմուտքի այն նահանգներից է, որը հաճախ թերագնահատվում է, սակայն իրականում զբոսաշրջային հսկայական պոտենցիալ ունի։ Բերրի դաշտերով, մեղմբլուրներով եւ բազմազան մշակութային ժառանգությամբ այն համադրում է բնությունն ու պատմությունը, առաջարկելով տարբեր փորձառություններ ամենատարբեր ճաշակներ ունեցող այցելուների համար։ Այովայի լանդշաֆտը ձևավորվում է գյուղատնտեսական տարածքներով, գետահովիտներով եւ փոքր քաղաքներով, որտեղ պահպանվել են եվրոպական ներգաղթյալների մշակութային ազդեցությունները։ Այստեղ կարելի է գտնել թե լճային հանգստավայրեր, թե ազգային պարկեր ու պատմական բնակավայրեր, ընտրության լայն հնարավորություններ առաջարկելով զբոսաշրջիկներին։ Այովայի սիրտը Դես Մոյնս քաղաքը հանդիսանում է նահանգի քաղաքական եւ մշակութային կենտրոնը։ Այստեղ է գտնվում Այովայի նահանգային կապիտոլիումը իր հայտնի ոսկե գմբեթով։ Քաղաքը համադրում է ժամանակակից զարգացումը եւ պատմական միջավայրը, ձևավորելով բազմակողմանի զբոսաշրջային ուղղություն։
Կապիտոլիումը բաց է ինքնուրույն այցելությունների համար, սակայն պահանջվում է նախապես ամրագրում։ Տուրից հետո կարող եք զբոսնել քաղաքի կենտրոնում ուտելու և գնումներ կատարելու համար։ Des Moines-ում կարելի է այցելել East Village և Valley Junction թաղամասերը։ Քաղաքի հարևանությամբ է Boone և Scenic Valley երկաթուղին։ Դա պատմական երկաթուղի է, որը կազմակերպում է ուղևորություններ Boone շրջանում։ Այն գոլորշով աշխատող բեռնատար և ուղևորատար երկաթուղի է։ Առաջարկում է 45 րոպեանոց ուղևորություններ, 15 մղոնանոց ընթրիքի և դեսերտի ուղևորություններ, 2 հին ոճի կամուրջներ և առավելագույնը ժամում 12 մղոն արագություն։ Այովայի հյուսիս-արևմուտքում գտնվող մեծ լճերը, հատկապես Օկոբոջի շրջանը, համարվում են նահանգի գլխավոր հանգստավայրերից։ Այս տարածքը հայտնի է իր լճերով, լողափերով և ջրային սպորտով։ Այն կարող է հարմար տարբերակ լինել հատկապես ակտիվ և ընտանեկան հանգստի սիրահարների համար։ Տարածքի հիմնական լճերն են Big Spirit, West Okoboji և East Okoboji։ Ամենահայտնի կենտրոններից է Arnold's Park-ը։ Այստեղ այցելուները կարող են համատեղել բնության գրկում հանգիստը տարբեր զվարճանքների և ակտիվ ժամանցի հետ։ Այովան անկրկնելի արկածներ է խոստանում նաև օդում։ Տպավորիչ է National Balloon Classic-ը Ինդիանոլայում։ Վերջին 50 տարվա ընթացքում Այովան ներգրավել է ամերիկյան լավագույն օդապարիկի օդաչուներին, մրցույթների և տպավորիչ տեսարաններ ստանալու համար։ Այովայի արևելքում Cedar Rapids և Iowa City քաղաքները ներկայացնում են նահանգի մշակութային և կրթական կյանքը։ Iowa City-ում է գտնվում Այովայի համալսարանը, իսկ քաղաքի կենտրոնում հին Կապիտոլիումը։ Այս տարածաշրջանում կարելի է այցելել նաև ամանագաղութներ, 7 պատմական գյուղերից կազմված համայնքը։ Այստեղ պահպանվել են գերմանական մշակույթն ու ավանդույթները։ Այցելուները կարող են ծանոթանալ տեղական արհեստներին և ավանդական կենսակերպին։ Այովայի հյուսիս-արևելքում գտնվում են Effigy Mounds ազգային հուշարձանը և Pikes Peak պետական պարկը։ Առաջինը հայտնի է նախապատմական բլրակներով, իսկ երկրորդը Միսիսիպի գետի վրա բացվող տպավորիչ տեսարաններով։ Դա Այովայի ամենահայտնի պետական պարկերից մեկն է։ Իր բազմաթիվ քարանձավների շնորհիվ այս 111 ակրանոց պարկը ընդգրկված է ազգային պատմական վայրերի ցանկում։ Այստեղ կարելի է զբաղվել արշավներով և ուսումնասիրություններով։ Պարկը նաև ունի յուրահատուկ երկրաբանություն։ Նույն տարածաշրջանում է նաև Դեկորա քաղաքը իր սկանդինավյան ժառանգությամբ և Վեստերհեյմ նորվեգա-ամերիկյան թանգարանով։ Այովայի կենտրոնական և հարավային հատվածներում առանձնանում են Պելլան և Մեդիսոն շրջանը։ Պելլան հայտնի է իր հոլանդական ժառանգությամբ, իսկ Մեդիսոն շրջանը իր ծածկված կամուրջներով։ Դրանք լայն ճանաչում են ստացել Մեդիսոնի կամուրջները հայտնի ֆիլմից հետո։ Այս տարածաշրջանը ձեզ դուր կգա, եթե սիրում եք պարզապես ճամփորդել ու գեղեցիկ բնապատկերները վայելել։ Տարածաշրջանը հարուստ է հենց այս նպատակին ծառայող ճանապարհներով։ Մեծ գետի ճանապարհը և Loess Hills ազգային ճանապարհը։ Ակտիվ հանգստի օրերից հետո սա կարող է լինել լավագույն ընտրությունը, պարզապես տրանսպորտով անշտապ տեղաշարժվել և շրջակա բնության գեղեցիկ պատկերները վայելել։ Այսպիսին էր հերթական նահանգը։ Այցելեք, գնահատեք, իսկ եթե այցելել եք, մեկնաբանություններում գրեք ձեր տպավորությունների մասին, դրանով իսկ օգտակար գործ կատարելով հաջորդ այցելուների համար։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր, իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ, ժամը 5-ին։ Հաջողություն։